Օշականը ցնցել է սարսափելի ողբերգությունը։ Բնության գրքում հանգստյան օրն ավարտվել է անդառնալի կորստով, 4-ամյա Նոյը խեղդվել է քասախ գետում։ Ընտանիքը գնացել էր գետի ափ թեյ խմելու եւ հանգստանալու։ Նոյը խաղալիս աննկատ հեռացել էր։ Փոքրիկին սկսել են որոնել ժամը 4-ից, սակայն ըստ ականատեսների գտել են միայն երեկոյան 8-ի սահմաններում, գետում, առանց կյանքի նշանների։ Ոստիկանություն, շտապօգնություն, ամեն ինչ։ Սա գյուղում էին գալի իրան։ Օշականցիներից մեկն ասում է, երեխան ողջ է եղել, երբ նրան 4 ժամ անց դուրս են բերել գետից։ Շտապօգնության մեքենայում են բժիշկները արձանագրել նրա մահը։ Ոստիկանների ճանապարհ էին բացել, որ շտաբը շուտ հասցնի, սիրտը թփթփացել է։ Այսինքն ճանապարհին, ճանապարհին մահացել է էլի։ Մեկ այլ մարդ, որ իր խոսքով մասնակցել է փրկարարական աշխատանքներին, ասում է, որ երբ դուրս են բերել տղային գետից, նա արդեն մահացած էր։ Ինչ են բերել։ Ինձ է։ Հա։ Ծաղիկ։ Հա։ Նոյն ընտանիքի միակ երեխան էր, ծնողները 4 տարի պայքարել էին երեխա ունենալու համար։ Ընտանիքը Արցախի Հացիկ գյուղից բռնի տեղահանվել եւ ապրում էր Արագածոտնի Կոշ գյուղում։ Գյուղի մանկապարտեզում ցավոտ լռություն է, դատարկ է Նոյի մահճակալը, աթոռը, պահարանը։ Երեք ենք իմացել, երեկոյան, ու չենք հավատում, ասում ենք միգուցե սխալվել են։ Տնօրենն ու դաստիարակները չեն կարողանում զսպել արցունքները, երբ պատմում են փոքրիկի մասին։ Տեղահանումից հետո Նոյը դժվարությամբ հարմարվեց նոր միջավայրին, բայց ժամանակի ընթացքում դարձավ մանկապարտեզի ամենաօրինակելի եւ սիրված երեխան։ Սա Նոյի սիրելի խաղալիքն է, ասում են դաստիարակները։ Պատերազմի հիշողությունները թարմ էին փոքրիկի մտքում։ Պատմում են, տղան գիտեր զենքի բոլոր տեսակները, տարբերում էր դրանց ձայները, բայց հենց ամպրոպ էր լինում, ամուր գրկում էր իրենց։ Ամպրոպի ձայնը հիշում էր, բազում փաթաթվում էր մեզ։ Նոյը գերակտիվ երեխա էր, տարբերվում էր իր բարևելով, իր գալով։ Նենց արագ էր գալի ու բարձրանում աստիճաններ, ասում ենք Նոյ կարոտել ես մեզ, ասում էր իհարկե։ Իսկ Նոյը երբ է գալու, մանկապարտեզի երեխաներն են հարցնում, տնօրենը լռում է։ Երեխաները հենց առավոտվանից ինչ-որ շշուկներ էին լսել, այո, իհարկե տալիս են, բոլորն են իրեն շատ էին սիրում։ Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է փոքրիկի մարմնի դատաբժշկական փորձաքննություն։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան և Նորայր Հակոբյան, Հայլուր։